Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հարկի տակ ապրիլի 11-ին տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ունկնդիրներին իրենց հեղինակային կատարումներով ներկայացան հայր եւ որդի Հակոբյանները։ Կիթառի թովի չնչյունների ներքո հնչեցին գեղեցիկ կատարումներ այնպիսի երաժշտական ոճերի մեջ, ինչպիսիք են բլյուզը, ռոք երաժշտությունը, ֆլամենկոն եւ այլն։ Հայր եւ որդի Հակոբյանները հիմնականում հեղինակային ստեղծագործություններով են հանդես գալիս, որոնց ներշնչանքի աղբյուրը կյանքն է իր բոլոր դրսևորումներով։ Այնքան մեղեդայնություն ու հուզականություն կային երգերի մեջ, որ հանդիսատեսին ստիպեցին կտրվել առօրյա հոգսերից, ընկնել երազների գիրկը, խորհել անցյալի ու գալիքի մասին։ Սիրելով երգը Հովիկ Հակոբյանը դեռ մանկուց նվագում ու երգում է։ Ըստ նրա կիթառահարը նա է, ում կատարումը նման չէ մեկ ուրիշի կատարմանը, ով սեփական ձեռագիր, երաժշտությունը մատուցելու ուրույն ոճ եւ տեխնիկա ունի։ Կիթառահար Արմեն Հակոբյանը շուրջ 4 տարի է լրջությամբ զբաղվում է երաժշտությամբ։ Ոմանց համար պարզապես կիթառ, ինձ համար ամբողջ մի կյանք, նշում է նա։ Նա գալիս է ինձ մոտ, երկյուղած ու լռին, այդպես ավքն է իջնում, օտարիկը դուրին, բրմանջում է խոսքեր, ինչոյում են ալուր, ու նայում աղավնում, աչքերով իր մաքուր, բարգևում է նա ինձ, խոստում են խելահեղ, շուրթերով մեղավոր, շուրթերով իր անվեղ, ու մեկ են ստապած, նա գնում է նորից, այդպես ավքն է թրջում, օտարիկը դուրից։ Հակոբյանների լավագույն երգերից են Լուսաբացը, Աղավնին, Կյանքը, Նկարչուհին, Հավքը եւ այլն։ Համերգը եզրափակվեց Մեղեդի երգով, որը նվիրվեց բոլոր կանանց ու աղջիկներին։ Կատարումները ուղեկցվում էին հանդիսատեսից ջերմ ծափերով։ Հայ եւ որդի Հակոբյաններն այսուհետ կնախապատրաստվեն ավելի մեծ համերգային ծրագրի, որը հավանաբար տեղի կունենա ամռանը։